Քարոզ արշավը նախընտրական ծրագրի շնորհանդեսով է սկսում Եվրադաշինքը։ Այս դաշինքն է երկրորդ քաղաքում առաջադրված 9 ուժերից առաջինը սկսում քարոզ արշավը։ Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածուն խոստանում է այլընտրանք դառնալ նրանց համար, ովքեր ոչ նախկիններին են համակրում, ոչ ներկաներին։ Երես որ մեր գործընկերները խորհրդային համոզմունք ունեն, որ աշխարհը այդպես սահմանափակ չէ եւ քաղաքական առաջարկը հարությունը միշտ ունեցել են, հիմայել են։ 25 հոգանոց ցուցակով ընտրություններին մասնակցում Եվրադաշինքը։ Նախնական ծրագիրը լսելու համար 4-5 տասնյակ աջակիցներ են հավաքվել ոչ միայն Գյումրիից։ Աթոռների պակաս կա այս դահլիճում։ Մայր Հայաստան դաշինքը տեղահանված արցախցիների հետ հանդիպումով է սկսում քարոզ արշավը, հստակ ուղերձով։ Առաջնահերթությունը անվտանգային խնդիրներն են։ Առաջերտին անվտանգությունը, եթե երկրում չեղավ անվտանգություն, ոչ մի Գյումրի, Վանաձոր կամ մյուս քաղաք չի կարող լինել ապահով։ Չպետք է տարանջատվեն կամ իրենց հյուր զգան այս քաղաքում արցախցիները, ասում է Սիմոնյանը։ Յուրաքանչյուր արցախցի իրական իր մեջ զգա որպես տանտեր։ Անվտանգային խնդիրների մասին ելույթով է քարոզ արշավը սկսում նաև մեր քաղաքը դաշինքի առաջին համարը։ Մարտուն Գրիգորյանը երկար ծափերի ուղեկցության բեմ է բարձրանում, լռության րոպե հայտարարում, Արցախում զոհված տղաների հիշատակին։ Մեր երկիրը ունի լուրջ խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ։ Հիշում եք, ընդամենը մեկ օր առաջ եղավ նորից հայտարարություն, նորից մեր իշխանությունների կողմից եղավ պատրաստականություն հանձնվելու ճանապարհների տեսքով, ճանապարհ բացելու։ Այսպիսի բակային այցերով է քարոզ արշավը սկսել ԿՊ-ի թեկնածուն։ Սարիկ Մինասյանին ճոխ սեղանով դիմավորածները հաղթանակ են մաղթում։ Մինասյանը վստահ է, գյումրեցիներից շատերի քվեն ապահովված է։ Բակային այցերով է քարոզ արշավանում նաև իմ հզոր համայն կուսակցության թեկնածուն։ Այս դեպքում շատ են բողոքները։ Շենք, կռիսները կվազեն, ինչի չեն սարքել ժողովուրդը ապրի։ Այն օրը ցնցում եղավ ժողովուրդը, էլե բալուր չբլաղ մայկա լիպճիկ չդեմիջով դուս էին թափեյանց։ Ռուբեն Մխիթարյանն ասում է ամեն օր է բողոքներ լսում, ոչ առաջին, ոչ վերջին օրն է շփվում գյումրեցիների հետ։ Այս մարտիկ մատնված են բառից բուն իմաստով բախտի քմահաճույքին։ Այնպես չի, որ այս շենքերի գոյության մասին չգիտեն քաղաքապետարանում, չգիտեն քաղաքաշինության նախարարությունում, բոլորն էլ գիտեն, ուղղակի դիմացը մի քանի վերանորոգված շենք կա, այս շենքերը երրորդ պլանում են գտնվում, այս շենքերի մասին մոռանում են, այս մարդկանց մասին մոռանում են։ Դեմոկրատական այլընտրանքը ասուլիսով է ազդարարում ընտրապայքարի մեկնարկը։ Խոստումներ շատերն են տվել ու միշտ, ասում է Արտյոմ Ղարաղազարյանը։ Իրենցից գյումրեցին կտեսնի միայն ճիշտը։ Այս քաղաքը ամենակարևորը հավատարմություն չի տեսել, ճիշտ խոսք չի տեսել։ Գյումրեցին այդ պիտի տեսնի մեզ։ Եթե գյումրեցին տեսավ ճիշտ խոսք, ինքը անպայման կհավատա։ Եվ հույս, եւ հավատ, եւ սեր կարգախոսով է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մասնակցում ընտրություններին։ Այսօր չի սկսել քարոզ արշավը։ Կիրակի համակիրներին հրավիրում է Անի Թաղամաս։ Վաղը ուրեմն մենք հանդիպում ենք ունենալու Մծմնա Հակոբ Հայրապետի եկեղեցու դիմացը 58 Թաղամասում երկրաշարժի զոհերի հուշարձանը, որ ես տեղադրել եմ, ուրեմն հենց դրա դիմացը վաղը ժամը 1-ին մենք հանդիպելու ենք 58 թաղի բնակիչների հետ։ Իսկ ժամը 5-ին 31 դպրոցի այդ հատվածում, ուրեմն էլի բագի կողմից, այս կողմից, ժամը 5-ին հանդիպելու ենք Սովխոս Թաղամասի բնակիչների հետ Խրիմյան հայրիկ։ Ղուկասյանը միակն է, որ ոչ մի նախընտրական պաստառ չունի Գյումրիում, ասում է իրեն այդտեղ բոլորն են ճանաչում։ Ինձ ով չի ճանաչում, որ այս պլակատները պետք է խփեն, որ ինձ ճանաչեն։ Դրա համար ես նախընտրել եմ այդքան բաներ չանել։ Քարոզ արշավի առաջին օրը ապրելու երկիր կուսակցության ավականու թեկնածու Կարեն Մալխասյանը բավարարվել է Գյումրիի քաղաքապետարանի մոտ նկարված տեսաուղերձով։ Ասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի իր պատասխանատվությունը եւ կատարի ճիշտ ընտրություն անուն Գյումրու եւ գյումրեցու։ Այսօր անգամ Facebook-ում քարոզ արշավ չի արել գյումրեցի նախկին երգիչ Արտյոմ Թումանյանը սոցիալիստական կուսակցությունից։ Գայանե Մովսիսյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Ղազարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։